Պարոն Քոչարյան, երեք արդեն հայտնի դարձավ, որ ձեր եղբայրը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, ինչ սպասել այս իրավական գործընթացից հետո, արդյոք հայր Քոչարյան, Ռոբերտ Քոչարյանի հետ կապված եւս սպասում եք, այսինքն սպասելի էր ամեն դեպքում, բայց Քոչարյանի դեպքում, Ռոբերտ Քոչարյանի դեպքում եւս նման որոշում եք ակնկալում։ Տեսեք, ասիկ իրավական գործընթաց, բայց այստեղ իրավական գործընթաց չկա, կա մի հոգու ցուցում, բացահայտ, լկտի, ապօրինի, որին ուղղակի հանցակից են դառնում նաև այսպես իրավապահ եւ դատական համակարգի շատ մասնակիցներ, որտեղ իրավական բացարձակ ոչինչ չկա, գործը հարուցված է 2018 թվականից, ոչ մի նոր բան չկա այս գործում, ուղղակի կա ցուցում, այսպես թքել կպցնել, ինչ որ բան փորձել ստանալ, բանի հանրային հեռուստատեսության համար ու տարբեր կայքերի համար ռեպորտաժներ ստանալ, որովհետև գործի հիմքում ոչինչ չկա։ Մնացած այո, կալանքը եղավ եւ դրանից բացի շատ ուրիշ մարդկանց են կալանավորել, որ դուք պատկերացրեք, օրինակ, այս գործով մի հատ ընտանիք կա, որտեղից 4 անդամի տարել են կալանքի, շատ տարիքով մարդ, իր կինը, 2 աղջիկները, այո, փաստորեն մենակ մարդուն, Արամայիս Ոսկանյանին տնային կալանք են տվել, իսկ կնոջը կալանք են տվել եւ 2 աղջիկներին երկամսյա կալանք են տվել, նույնիսկ այն դեպքում, որ աղջիկներից մեկը ամուսին չունի, ունի 3 երեխա, որից 2-ը անչափահաս, ու այս կնոջը տարել են կալանքի։ Գիտեք, ապշում է ուղղակի ոնց կարա, ասենք նույն քննիչը նման միջնորդությամբ անգամ մտնի դատարան ու դատարանն էլ լինելով, չգիտեմ, հայ, տղամարդ, չգիտես ոնց ասես, որոշի, որ այդ չէ, անպայման պետք է այդ մարդը լինի բանտում։ Ասենք ինչ չէր կարա տնային կալանքի մեջ լիներ, եթե անգամ այսպես իրավական այդ շղարշը տալիս են։ Չգիտեմ, ես օրինակ չգիտեմ այդ երեխեքին ով պետք է պահի։ Պատկերացնում եք, չէ՞, քուրն էլ է փաստորեն կալանքի մեջ, մայրն էլ է կալանքի մեջ, հա։ Հիմա ձեզ կասեն այդքան փող ունեք, կօգնեք այդ մարդկանց։ Ինչ ասենք են երեխեքը մայր չունեն, մենք գնանք այդ երեխքին մայր, ինչ Մայրի ջան, ինչ ասելու բան այլ է։ Վախոթեն այսքան կոնկրետ, էլի քանի անց կա կալանավորված է այս պահի դրությամբ ովքեր վարույթ ու կալանավորված։ Չգիտեմ, առնվազն 4 այդտեղ, եղբայրս մի քանի տնօրեն կա, ոնց որ 5-6 առնվազն էլ, այս բանը այսպես ինֆորմացիան ամբողջական չունեմ էլ։ Այո, փաստորեն հորս հետ կապված 24 ժամյա այսպես ռեժիմով էին մտել, երեքան որ առողջական խնդիրներ կար, շատ էին ուզում որ դատարան բերեին, բայց բժիշկները ասացին, որ չի կարելի։ Այսօր առավոտյան 8-ին լրանում էր ձերբակալման որոշման ժամկետը արդեն ու նոր որոշումով գնացել են էլի 24 ժամյա այսպես այս ռեժիմի մեջ մնալու համար։ Տեսնենք, կարծում եմ բոլոր հնարավոր ձեռն նպատակը ամեն գնով դատարան բերելն է լինելու, լսել եք ցուցումները այստեղ, հիստերիկ մեկը կար, խոսում էր